Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և գշպետ Վալերի Գերասիմովին հրահանգել է Սուրբ Զատկի տոների ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։ Ապրիլի 11-ին ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջ հայտարարվում է հրադադար, ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ հայելային կարձագանք են ռուսական կողմի բոլոր քայլերին, ինչպես հրադադարին, այնպես էլ դրա հնարավոր խախտումներին։ Կիևը բազմիցս հանդես է եկել նման առաջարկով, մարդկանց անհրաժեշտ է զատիկ առանց սպառնալիքների, հավելել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով անհրաժեշտ է խաղաղության ուղղությամբ լուրջ առաջընթացի հասնել։ Զելենսկին նաև հայտարարել է, որ մինչև աշուն Ուկրաինային դժվար շրջան է սպասում, հնարավոր է ճնշման ուժեղացում ռազմաճակատում և դիվանագիտության դաշտում։ Նախագահը մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը հնարավոր է ինչ-որ պահի դուրս գա բանակցային գործընթացից, եթե հասկանա, որ կարգավորման հասնել չի հաջողվում։ Իսրայելի վարչապետը հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Ի պատասխան Բեյրութի ուղիղ բանակցություններ վարելու բազմաթիվ խնդրանքներին հանձնարարել եմ նախարարների կաբինետին հնարավորինս սեղմ ժամկետներում բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Կենտրոնանալու ենք Հզբոլահի զինաթափման և Իսրայել-Լիբանան հարաբերությունների կարգավորման վրա։ Իսրայելը նաև ողջունում է Լիբանանի վարչապետի կոչը Բեյրութի ապառազմականացման վերաբերյալ, մանրամասնել է Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ երկխոսությունն իրականացվելու է դիվանագետների մակարդակով։ Մինչ այդ Լիբանանում ռազմական գործողությունները շարունակվում են, թեև Իրանը նախազգուշացրել է, որ Լիբանանին Իսրայելի հարվածները կարող են խափանել Թեհրան-Վաշինգտոն բանակցությունները։ Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, ցահալը վճռական է ոչնչացնելու Հզբոլահին։ Իրանի արտգործնախարարը կոչ է արել ԱՄՆ-ին թույլ չտալ Իսրայելին վերացնել դիվանագիտությունը։ Դա հիմարություն կլինի, այնուհանդերձ Թեհրանը պատրաստ է ցանկացած սցենարի, շեշտել է Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով ռազմական գործողությունների շարունակումը կարող է լրջորեն ազդել ԱՄՆ տնտեսության վրա։ Նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից տարածված հայտարարության մեջ էլ նշվում է, որ Իսլամական Հանրապետությունը հաղթել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պայքարում։ Խամենեին հավատացրել է, որ Թեհրանը չի ցանկանում պատերազմել, բայց նաև չի հրաժարվի իր օրինական իրավունքներից։ Նա հորդորել է տարածաշրջանի երկրներին ճիշտ կողմն ընտրել և չտրվել թշնամիների խոստումներին։ Հոգևոր առաջնորդը նաև նախազգուշացրել է, որ նոր մակարդակի են հասցնելու Հորմուզի նեղուցի կառավարումը։ Դոնալդ Թրամփը բողոքել է, որ Իրանը դեռևս արգելափակում է Հորմուզի նեղուցով նավերի անցումը։ ԱՄՆ նախագահի խոսքով դա ավելի վաղ ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտում է։ Սպիտակ տան ղեկավարը նաև հորդորել է Թեհրանին հրաժարվել նեղուցով անցման համար վճար սահմանելու գաղափարից։ Թրամփը կրկնել է, հաղթել են Իրանին և ստիպել Թեհրանին հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից։ Հայտարարված հրադադարի ֆոնին Պենտագոնից հայտնել են, որ Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորվել է ամերիկացի ավելի քան 380 զինծառայող, զոհվել է 13 զինվորական։ Երկար լռությունից հետո Բեռլինը վերսկսում է Թեհրանի հետ բանակցությունները, ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների հետ համակարգմամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Մեր նպատակն է նպաստել Վաշինգտոն-Թեհրան առաջիկա բանակցություններին, դրանց հաջող ելքը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային տնտեսության համար, շեշտել է Մերցը։ Կանցլերը նաև դատապարտել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունները, մտահոգություն հայտնելով, որ դա կարող է խոչընդոտել դիվանագիտական ջանքերը։ Մերցը հավելել է, որ Բեռլինը պատրաստ կլինի միջազգային մանդատի շրջանակում ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը։ Նաև նրա խոսքով Բեռլինը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն պառակտվի։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն էլ Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն այժմ լուրջ փոփոխությունների միջով է անցնում։ Մարկ Ռյուտեի խոսքով Եվրոպան ավելի ու ավելի շատ է պատասխանատվություն ստանձնում սեփական անվտանգության համար, փորձելով թուլացնել ԱՄՆ-ից կախվածությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։